1965 թվական ապրիլ 24 Երևան, այսօրը փշուր եղավ մեր ժողովրդի կեսդարյա լռությունը, այն ինչ տեղի ունեցավ հիմա արդեն ճիշտ 60 տարի առաջ, ծանոթ չէր խորհրդային քաղաքացուն, հայերը փողոց էին դուրս եկել պատմական արդարության պահանջով, հողերը, Մասիսը, միացեք, Երևանի սիրտն այսպես էր բաբախում։ Հրաշալի հիշում եմ Լևոն Ներսյանի ասած պարույր նարրեով էր խոսում էլի շատ։ Ժողովուրդը ասեց հավաքվել է, ասեց սա մասա է։ Մենք ասեց պատմական պահը կորցնելու իրավունք չունենք։ Մենք պիտի անհնազանդության ակցիա անենք։ Ես չգիտեի անհնազանդության ակցիա ասած ինչ է։ Ինչ կարծիք ես։ Ասաց դրական։ Սիլվա Կապտիկյանի շուռ եկավ, ասաց դու, ասաց ես միշտ եմ պատրաստ։ Ու այսպես խորհրդային Երևանի փողոցները ծայրամասից մինչև կենտրոն լցվեցին մարդկանցով։ Աշոտ Տերմինասյանը պատմում է, կանայք խոհանոցից գոգնոցներով, հողաթափերով ու խալաթներով էին անգամ դուրս եկել։ Քաղաքում տարբեր խմբեր էին շրջում, հավաքատեղին Լենինյան հրապարակներ, որտեղից էլ պիտի ուղղություն վերցնեին դեպի օպերայի բակ, ներկայիս Ազատության հրապարակ։ Օպերայի բակում արդեն բան էր, ոստիկանությունը, երևի ամբողջ Երևանի ոստիկանությունն այնտեղ էր։ Խորհրդային ուժայիններին սակայն չհաջողվեց 100 հազարավոր մարդկանց ճնշել։ Սկզբում մի պատրվակ գտան, խոտերն եք տրորել, բայց ապարդյուն։ Սովետական Հայաստանն էլ իդեպ խախտեց լռությունը։ Առաջին անգամ թերթում գրեցին 50 տարի առաջ թուրք կառավարիչները ժողովուրդների աստղաբույլից պոկեցին հայկականը եւ անդունդ նետեցին։ Ներքևում Մարտիրոս Սարյանի ստորագրությունն է, բայց փոխարեն մամուլ լանդերթվելի մնաց, չգրելով օպերայում տեղի ունեցածի մասին։ Շենքում հասարակայնության ներկայացուցիչների ժողովն էր, թերթում տեղ գտան սովետական հնչյունների ներքո դրա բացումն ու փակումը, ոչ մի խոսք այն մասին, որ ընթացքը տապալեցին ցուցարարները, մասնագետները գնահատում են, այսպես սկսվեց մեր ողբերգության արդար դատաստանի պայքարը։ Թուրքիայում էլ ձևավորվեցին մեր ժողական պատասխանները։ Այդ արգելքը հանվեց այս սիմվոլիկ տարեթվի հետ կապված եւ պետք է նշել, որ այստեղ նաեւ մեծ դեր խաղաց խորհրդային Հայաստանի ղեկավարությունը, մասնավորապես Յակոբ Զուրաբյանի գլխավորած կառավարությունը, որը փաստորեն որոշակի քայլեր կատարեց, անշուշտ համաձայնեցրեցին նաեւ այս քայլերը Մոսկվայի հետ։ Մեր պատմական հիշողությունը չմոռացվի, չանտեսվի, պայքարի մարդկանց ուղերձն ուժի մեջ է, քանի դեռ չկա հանգուցալուծում, պնդում են մասնագետները։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։